աշխարհս որի ետուր ասակ մկան մեր կենաց մեջ ուրան մենայ ինձ կատարվի ասակ մուր հոգինի տենչ իշետակած յուր կարոտի Orjam keners im cerdana Siruin talav berchin barev Yirtam nenjem zimkili gyal Oh aşkars horin yedur arem Yirtam Aşkars vorin yedur are يرجى من جميع وسائل الإعلام التوجه إلى نصب الشهداء لوضع الإكليل.
Բաղցիր երբ խիղճդ կարյունի Վերքը խղճի չունի դարման Օր ու գիշեր պիտի բանի Մինչև հատնի կյանքի ճամփան Ես չեմ կարող էլ վշտակցել Խիղճը ծակող ցավի համար Խղճի արյան ամեն կաթիլ Ինացածուկ եւ աննշմար Բաղցիր երբ խիղճդ ամբասիր Մեղապարտի պես կարյունի Ու կդառնա տեր ու դպիր Կյանքն արյունող ամեն ցավի Աչքերի դեմ խղճահարի Պիտի հորվի մեղքը մարդոց Պիտի քայլի զոր կչարի Աշխարի մեջ տառապակոց Բաղցիր երբ դեմքդ է մի ժպտում Բայց կարյունի խիղճդ ներսեն Երբ կգիսես հացը մարդու Բայց արյան համ կգահացեն Աշխարհի ցավով Որքան տառապանք Աստված իմ ջորդիս Կյանքի դաշտերից Փչող ամեն հով Հառաչ ու կսկից կզառներ դեմքից Լույսի պես պայծառ մանուկներ սիրում Եվ ոտքի կոխան հասկերան համար Աշխատավորի քրդինքով ածում Ես ինչպես նստեմ խնջույքի սեղան Եվ ամպեմ ուրախ բայելքի գինին Եվ որ կխելեն մարդիկ ամբարան Որ պի բերանից պատար հասի Աստված իմ որքան անարդար վճիր Ինչպես կարող եմ քար դնել խղճից Կյանքեր թևադեք և դժվարագին Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս
أيها الحفل الكريم يا طلاب الحق والعدالة، نجتمع مجددا اليوم لإحياء الذكرى 10 بعد 100 للإبادة الجماعية الأرمنية التي نفذت بخطة ممنهجة من قبل سلطات الاتحاد والترقي خلال الحرب العالمية الأولى في مطلع القرن الماضي. وفي الوقت ذاته نستذكر المجازر التي ارتكبت بحق الشعب السرياني الأشوري الكلداني والمعروف باسم سيفو نتيجة لذات المنظمة الإجرامية والدوافع السياسية نفسها. كما نستذكر شهداء 6 من أيار 1916 الذين أعدموا في كل من بيروت ودمشق بعد أن أحيلت ملفاتهم بأمر من جمال باشا إلى ديوان الحرب العرفي، وأديرت محاكمتهم من قبله شخصياً دون أدنى معايير المحاكمات العادلة والقانونية. من هنا من ساحة البرج ومن جوار تمثال الشهداء في العاصمة اللبنانية بيروت، حيث أعدم المناضلون العرب وحتى النصب التذكاري للإبادة الجماعية الأرمنية في تيزرناغابيرت في يريفان، نعلن باسم هذا الجمع الذي يجسد الإرادة الجماعية للأرمن في لبنان العزيز أننا مجتمعون من جديد في وجه كل من راهن ويراهن على عامل الزمن، ظنا منه أن إرادتنا ستضعف أو أن مطالبنا ستتراجع أو تنسى أو أن نضالنا ونضال باقي الشعوب التي أبيدت وظلمت سيقوض. أيها الحفل الكريم، إن التطورات الأخيرة في المنطقة وإعادة تموضع القوى وتنامي دور وتأثير تركيا بقيادة إردوغان تضع مسارنا النضالي والمطلبي أمام معطيات وظروف جديدة. ولتجاوز هذه المرحلة فإن أقوى أسلحتنا وأكثرها تأثيراً هو اليقظة القصوى إلى جانب الوحدة السياسية والوطنية. وليعلم الجميع أن نضالنا ليس موجهاً ضد أي شعب من الشعوب أو أي دين أو جماعة. ونؤكد مرة أخرى أن نضالنا هو نضال إنساني شامل، فقضيتنا ومطالبنا تتقاطع مع مطالب جميع الشعوب التي حرمت من حقوقها على أرضها وعلى أرض أجدادها. من هنا فإننا متضامنون مع كل الشعوب التي ظلمت على مر التاريخ وما زالت تبحث عن الحق والعدالة وتناضل من أجلها. نحن نعلم يقيناً أن جميع الشرور تنبع من نفس المكان والمصدر، فأرواح شهداء جريمة الإبادة الأرمنية تأمرنا وتحثنا على الاتحاد والتضامن ورص الصفوف نصرة للحق ورفضاً للباطل. Հարգելի բանջադեր հայորդիներ, Գերգին հավաքված ենք ոգեգոճելու անցյալ տարասկզբին առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին Իթիհադի իշխանություններու կողմէ ծրագրավորված եւ իրագործված հայոց ցեղասպանության 110-ամյակը։ Միևնույն ադեն գեհիշենք նույն ժամանակաշրջանին նույն ոճրակորձ գազագերբության եւ նույն քաղաքական մղումները մղված ասորի եւ քաղաքացի ժողովուրդներուն դեմ գործադրված սեյֆոսպանտները, ինչպես նաեւ Սուրիո եւ Լիբանանի արաբ ժողովուրդներուն դեմ իրականացված բռնությունները, արհեստական սովը եւ ցեղասպանությունը։ Այստեղ են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նահատակած հրաբարագեն, ուր իթիհադականներու ցերկով արաբ հայրենասերներն գախաղան բարձրացվեցան, մինչև Երևանի հայոց ցեղասպանության հուշամալիրը Տիզերնագաբերդ։ Լիբանանահայության հավաքական գամքը ներկայացնող այս համախումբին անունով կհայտարարենք, որ գրգին հավաքված ենք ի հեջուկս բոլոր անոնց, որոնք կրավ տրած էին եւ կշարունակեն կրավ տնել ժամանակի թավալումին վրա, գարձելով թե մեր գամքը պիտի դգարանա, մեր բանջարությունը պիտի հաբաղի, գամ մոռացության պիտի մատնվի եւ մեր ու նահատակված ժողովուրդներուն մղված պայքարը պիտի խաթարվի։ Հարգելի բանջարներ հայորդիներ,
Տարածաշրջանային վերջին զարգացումները, ուժերու նոր դասավորումները, Թուրքիո թերագադարության եւ աստեցության աճը մեր բանջադիրական գործընթացը գտնեն նոր իրադրություններու դիմաց։ Այս հանգրվանը հաղթարելու համար մեր ամենաաստեցիկ եւ հզոր զենքը առավելագույն զգոնությունն է, ինչպես նաեւ քաղաքական եւ ազգային միասնականությունը։ Հարգելի ներկաներ, անգամ եւս կշեշտենք, որ մեր պայքարը համամարտկային է։ Մեր բանջադիրության մասը կգազմեն բոլոր իրավազրկված ժողովուրդներու իրավունքներու պահանջները, որովհետև կհավատանք, որ բոլոր ճարիքներուն արմատն ու աղբյուրը մեկն է։ Հետևաբար, մեր սրբատասված նահատակները մեզի կհրամայեն միասնականություն, ի խնդիր գերագույն շահերու հաղթանակին։ برنامجنا الليلة سيسير على النحو التالي: كلمة الأحزاب الأرمنية الثلاثة باللغة العربية يلقيها ليون بارسيغيان. فيديو الوثائقي الأول: تاريخ الاعتراف بالإبادة الجماعية الأرمنية. كلمة الأحزاب الأرمنية الثلاثة باللغة الأرمنية تلقيها لويزا بابويان. الفيديو الوثائقي الثاني: تصريحات شخصيات عالمية حول الإبادة الجماعية الأرمنية، تلاوة بيان المشاركين في الذكرى باللغتين العربية والأرمنية. برنامج فني: فرقة شنور هالي، الأغاني هايورتيك، زارتير لاو، خاني هشاداغين وكيبورك تشاوشي هشاداغين. الختام بنشيد النصر سارتراباد. Այսօրվա հայդակիրը պիտի ընթանա հետևյալ գարկով. Արաբերեն խոսք Լեոն Պարսեխյան, առաջին դեսերից հայոց ցեղասպանության ճանաչման պատմություն, հայերեն խոսք Լուիզա Բաբոյան, երկրորդ դեսերից հայոց ցեղասպանության մասին համաշխարհային թեմքերու հայտարարություններ, միացյալ հայտարարություն արաբերեն եւ հայերեն, Քեղարվեստական հայդակիր շնորհալի երգչախումբ, երգեր հայորդիկ, Զարթիր Լաո, Խանի Հիշադագին եւ Քևորգ Չավուշի Հիշադագին։ Փագում Սարտարաբադի հաղթերքով։ مساء كل إنسان حر موجود معنا هذه الليلة للتضامن مع الذكرى 10 بعد 100 لمحاولة إبادة الأرمن ومحي أثرهم واحتلال بلادهم بقرار اتخذته السلطنة العثمانية سنة 1915 من القرن الماضي. 110 أعوام على الإبادة الجماعية، 110 أعوام على التطهير العرقي للأرمن في السلطنة العثمانية. لن ننسى الشهداء الأبرار القديسين. تقصدنا إحياء الذكرى هذا العام في قلب عاصمتنا بيروت وفي ساحة الشهداء تحديداً، لأن العذابات التي رافقت الشعب الأرمني تزامنت مع عذابات الشعب اللبناني الذي ذاق أيضاً من البطش العثماني. عام 1915 كان لبنان تحت الحكم العثماني. الحرب العالمية الأولى، الجوع، الاستبداد، السخرة، سفربرلك والحصار الذي قتل أكثر من ثلث سكان جبل لبنان. وفي أثناء ذلك الوضع المزري تقاسم اللبنانيون خبزهم القليل معنا. نعم، تقاسموا خبزهم القليل معنا. أجدادنا باتوا في العراء وتحت سقوف خشبية وفي تجمعات يتكلمون اللغتين الأرمنية والتركية فقط.
لكنهم كانوا عمال ماهرين في الصناعات اليدوية، فعملوا بكد وجد من أجل قوتهم اليومي. وبعد حين أسسوا المدارس والكنائس داخل البيوت الخشبية، ثم خرجوا من التقوقع بعد أن تعلموا اللغة العربية واستطاعوا التواصل بسهولة مع السكان. ومع مرور السنوات بنوا بيوتهم ومساكنهم وكنائسهم ومدارسهم ودور العجزة ودار الأيتام، وأسسوا الجمعيات الرياضية والكشفية والخيرية والثقافية والمستوصفات، كما ساهموا في النهضة العمرانية للبنان وفي النهضة الصناعية والتجارية، وأسسوا الشركات والمصانع والمحلات التجارية، وأصبحت منطقة برج حمود من أهم المناطق التجارية يقصدها اللبنانيون من جميع المناطق. كما أسست الأحزاب الأرمنية الثلاث في لبنان مراكزها والجمعيات التابعة لها في كل المناطق ذات كثافة أرمنية، من بيروت إلى برج حمود وزحلة وصولا إلى جوني وطرابلس وعنجر. فالأرمن في لبنان هم لبنانيون أبا عن جد. نحن في لبنان من قبل الاستقلال وقبل الإعلان عن دولة لبنان الكبير نحن لبنانيون أرمن أو لبنانيون من أصل أرمني، ونحن جزء لا يتجزأ من الفسيفساء العرقية والدينية التي تميز المجتمع اللبناني. حافظنا على لغتنا وثقافتنا، وفي نفس الوقت اندمجنا في التركيبة اللبنانية مع الحفاظ على خصوصيتنا. في وثيقة الوفاق الوطني في الطائف ثبت بأن الطائفة الأرمنية هي إحدى الطوائف السبعة الأساسية في لبنان. واليوم في ذكرى 50 لاندلاع الحرب اللبنانية المشؤومة، نذكر اللبنانيين جميعا بأننا كنا في الحياد، على الحياد الإيجابي طبعا، وجسرا للتواصل بين اللبنانيين جميعا. كنا دائما مع الشرعية اللبنانية، مع الدولة ومؤسساتها، ونحن فاعلون كما كنا دائما في السياسة الوطنية، مواطنون مخلصون وملتزمون بالقوانين اللبنانية. أعزائي، الظرف عصيب، ولكن للمرة الأولى تتاح لنا فرصة حقيقية للخروج من الأزمات التي عانينا منها لعقود. فهناك بارقة أمل لعودة لبنان إلى طبيعته واحتضانه من قبل أشقائه العرب والدول الصديقة. إن خيارنا هو دولة المؤسسات، بحيث يطال القانون كل اللبنانيين مهما على شأنهم. دولة تقوم على الكفاءة والأخلاق. دولة تحقق العدالة الاجتماعية على أساس الإنماء المتوازن بين كل المناطق اللبنانية. وبهذه المناسبة نوجه تحية خاصة إلى فخامة الرئيس العماد جوزيف عون، فنحن معك في كل القرارات الوطنية الجامعة. لبنان وطن واحد لجميع اللبنانيين. أحبائي، بالعودة إلى الإبادة الأرمنية التي بدأت قبل أكثر من قرن من الزمن وحتى يومنا هذا، من قتل وتهجير سكان إقليم أرتساخ من أرضهم بعد حصارهم لأكثر من 9 أشهر على يد الجيش الأذربيجاني المدعوم من تركيا وإسرائيل، وصولا إلى تدمير غزة وقتل أكثر من 50,000 من سكانها ومحاولة طرد الغزاويين من أرضهم. فكل هذا لم يكن ليحصل
لولا عوقبت الجهات التي أمرت ونفذت هذه المجازر عبر التاريخ. إن التاريخ المعاصر هو تاريخ سلسلة من المجازر المتعاقبة المرعبة، والقاسم المشترك فيما بينها نجاة معظم المسؤولين عنها من العقاب. وعلى أمل أن تصل يد العدالة يوما إلى المجرمين وورثتهم لإنصاف الشهداء الأبرياء ولوقف المجارز الجماعية في المستقبل. أيها الحضور الكريم، 110 سنوات والشعب الأرمني المنتشر حول العالم يعيش ويتذكر يوميا مأساة الإبادة الجماعية. بالنسبة لنا أي اللبنانيون من أصل أرمني، قضية الإبادة الأرمنية أمانة في أعناقنا لن نفرط بها مهما كانت التضحيات وحتى تحقيق العدالة الكاملة. وأخيرا إلى إخواننا في الوطن 110 مرات شكرا، عشتم وعاش لبنان سيدا حرا مستقلا. شكرا. الكلمة التي غيرت مجرى التاريخ إبادة. هناك لحظات في التاريخ تعجز اللغة عن وصفها، أفعال مروعة محسوبة بدقة تتجاوز التصور. لكن في عام 1944 أعطى رجل واحد العالم كلمة تصف ما لا يوصف، كلمة ستتردد في قاعات العدالة وصفحات التاريخ وصرخات الناجين: إبادة جماعية. لم تولد الكلمة في الكتب، بل ولدت من الألم، من الصمت الذي تلا المقابر الجماعية، ومن ظلال شعب كاد يمحى من الوجود. وكانت البداية مع جريمة حاول العالم نسيانها: الإبادة الجماعية الأرمنية. ولادة الكلمة. رافائيل لمكن، محامٍ بولندي يهودي، فقد عشرات الأقارب في الهولوكوست، لكن قبل ذلك بكثير كان يحمل جرحاً آخر، ما حدث للأرمن في أوائل القرن العشرين. درس لمكن القتل المنهجي ل1.5 مليون أرمني على يد الدولة العثمانية، رأى النمط والخطة والتنفيذ الدقيق، وفي عام 1944 أطلق اسماً على هذه الجريمة: إبادة جماعية. Later on, I became interested in genocide because it happened so many times. It happened to the Armenians, and after the Armenians got a very rough deal at the Versailles Conference because the criminals who were guilty of genocide were not punished. وبعد عام واحد فقط بدأ نضاله، ليس فقط لتعريف هذه الجريمة بل لمنع تكرارها. وفي عام 1948 تحقق حلمه، اعتمدت الأمم المتحدة اتفاقية منع جريمة الإبادة الجماعية ومعاقبتها. كان لدى العالم كلمة جديدة ومعها مسؤولية جديدة. الإبادة الجماعية للأرمن، الحقيقة المدفونة التي بقيت حية. بين عامي 1915 و 1923 تم استهداف الشعب الأرمني للإبادة. قتل الرجال وسيرت النساء والأطفال في مسيرات موت عبر الصحارى، أحرقت الكنائس
واندثرت القرى. ما تبقى كان أيتاما وعائلات ممزقة وأمة مبعثرة في أنحاء الأرض. في حينه كان للعالم رد فعل، نددت دول الحلفاء بالمجازر، وثقت الصحف الفظائع، وأرسلت المساعدات. لكن حلت الصفقات السياسية محل العدالة. اعترف اتفاق سافر عام 1920 بالجرائم، لكنه لم يصدق. أما تركيا الوريثة للدولة العثمانية فأنكرت كل شيء، وقالت إن الأرمن ماتوا كضحايا حرب لا كهدف لإبادة ممنهجة. وهكذا دفنت أول إبادة جماعية في القرن العشرين تحت ركام الإنكار. طريق طويل نحو الاعتراف. استغرق الأمر نصف قرن لتتجرأ دولة واحدة على قول الحقيقة. في عام 1965 أصبحت الأوروغواي أول دولة تعترف رسمياً بالإبادة الأرمنية، ثم بدأت الدول الأخرى تلحق ولكن ببطء. في عام 1987 دعا البرلمان الأوروبي العالم للاعتراف بالحقيقة. اعترفت فرنسا رسمياً بالإبادة ولاحقاً جرمت إنكارها. وفي عام 2016 اعترفت ألمانيا أيضاً، معترفة بدورها التاريخي كشريك للدولة العثمانية. وفي عام 2021 وبعد أكثر من 100 عام على الجريمة، نطق رئيس الولايات المتحدة جو بايدن الكلمة التي تجنبها أسلافه طويلاً: إبادة جماعية. وبذلك انضم أقوى بلدان في العالم إلى صف العدالة. الاعتراف العالمي بالإبادة الجماعية للأرمن. حتى عام 2024 اعترفت 33 دولة عضو في الأمم المتحدة رسمياً بالإبادة الجماعية للأرمن، من الأرجنتين إلى كندا ومن اليونان إلى السويد. رفعت الدول صوتها بالحقيقة، كما انضمت هيئات دولية مثل البرلمان الأوروبي ومجلس أوروبا وميركوسور إلى موقف الاعتراف. لكن صوت الاعتراف لم يأتي فقط من الغرب، بل جاء أيضاً من الشرق الأوسط، من قلب المنطقة التي شهدت المأساة، لبنان، حيث يشكل الأرمن جزءاً حيوياً من النسيج الوطني. كان من أوائل الدول العربية التي اعترفت رسمياً بالإبادة في أيار عام 1997. أما سوريا التي احتضنت الناجين في صحراء دير الزور اعترفت بالإبادة في عام 2015 وأقامت النصب التذكارية. قبرص، إيران والجزائر انضمت بدورها إلى قافلة الاعتراف لتبرهن أن العدالة لا تعترف بالحدود الجغرافية أو السياسية. أما داخل الولايات المتحدة فقد اعترف أكثر من 40 ولاية، من بينها كاليفورنيا ونيويورك، بالإبادة الأرمنية من خلال قراراتها المحلية. الاعتراف لم يعد موقفاً هامشياً، بل أصبح بوصلة أخلاقية تصوب مسار التاريخ. معركة مستمرة من أجل العدالة، لكن الاعتراف على رغم أهميته لا يكفي وحده. لا تزال الجالية الأرمنية في المهجر تسعى إلى العدالة، إلى تعويضات، إلى استعادة الأراضي، إلى مساءلة حقيقية. وفي قلب هذه المعركة يقف جبل صغير يحمل تاريخاً ثقيلاً، ناغورنو كاراباخ، أو كما يسميه الأرمن أرتساخ. منذ انهيار الاتحاد السوفيتي سعت هذه المنطقة ذات الغالبية الأرمنية للاستقلال عن أذربيجان، بعد أن عانت من التمييز والتضييق الثقافي والديني. اندلعت الحرب الأولى في التسعينيات وأودت بحياة عشرات الآلاف، وأسفرت عن سيطرة الأرمن على الإقليم ومحيطه بدعم من أرمينيا. لكن في عام 2020 اندلعت حرب جديدة. استعادت أذربيجان معظم الأراضي بدعم عسكري مباشر من تركيا واستخدام تقنيات متقدمة مثل الطائرات المسيرة. العالم صمت. المدن الأرمنية دمرت، والكنائس التاريخية استهدفت، ومئات الآلاف من الأرمن أجبروا على الفرار. وفي عام 2023 وبعد حصار خانق دام أشهراً، سقط الإقليم بالكامل تحت السيطرة الأذربيجانية. تم تهجير أكثر من 100,000 أرمني، فيما وصفته منظمات حقوقية بالترحيل الجماعي المنهجي. للمرة الثانية خلال قرن ينتزع الأرمن من أرضهم
ويجبرون على ترك بيوتهم وذكرياتهم ومقابر أجدادهم. هذه ليست مجرد قضية سياسية، إنها امتداد لجريمة لم تحاسب بعد، جريمة بدأت عام 1915 ولا تزال تتكرر بأشكال جديدة. لماذا لا يزال الاعتراف مهما؟ الإبادة الجماعية الأرمنية كانت النموذج الأول، التحذير الأول، ومع ذلك لم يسمع العالم. رواندا، البوسنة، دارفور، غزة، في كل مرة نقول لن يتكرر ذلك أبدا، وفي كل مرة يحدث من جديد. الاعتراف ليس انتقاما، إنه تذكر، مسؤولية، وقاية من المستقبل. هو رسالة لكل ناج أن آلامه لم تذهب سدى، وأن التاريخ لن يكتب بأقلام الإنكار، وأن العدالة ليست مجرد كلمة بل عهد يجب أن نفي به. الخاتمة: الإبادة الجماعية كلمة غيرت التاريخ. من 1915 إلى اليوم لا تزال القضية الأرمنية تنبض، شاهدة على الماضي ومنذرة للمستقبل. وهذا العام، عام 2025، نحيي الذكرى المئوية العاشرة بعد 100 للإبادة الأرمنية. 110 أعوام مضت، لكن الجرح لم يلتئم بعد، والعدالة مهما تأخرت ستبقى الهدف والنداء. Տարիներ ետ հավաքված ենք այսօր հիշելու մեր 1.5 միլիոն սուրբ նահատակները, մեր ազգային հոգևոր արժեքներու, սրբավայրերու, վանքերու եկեղեցիներու, մեր քյուրեղու ու քաղաքներու ավերումը, մեր պատմական հայրենիքի մեծակույն մասին գորուստը։ Հիշողությունը մեր բարքն է մեր պատմության համար, բայց նաև մեր պաշտպանությունն է մեր ապակային հանդեպ, ոչ միայն հիշելու, այլ հաստատելու եղելությունը։ Հաստատելու թե երբեք չենք մոռնար անաբադի ջիջերը, չենք մոռնար որբանոցներու թադարկ օրոցները, չենք մոռնար գիսատ մնացած աղոթներն ու երազները, բայց մենք վերքերով սահմանապակված ժողովուրդ չենք, մենք ենք անոնք, որոնք կյանքը այնքան սիրեցին, որ սեղասպանության ենթարկվել է ետք իսկ նոր հորիզոնները ստեղծեցին։ Մենք հավեր շնչող մշակույթ ենք, որ դարձյալ երկեց, բարեց ու գառուցեց դուն, դբրոց, ագումբ, եկեղեցի, իր հայրենի օջախի մոխիրներեն։ Մենք ժողովուրդ ենք, որ վերածնունդ արավ, հերոսներու ամփից պատվիվեն, բարձելով ազատագրական պայքարի դրոշը, որովհետև հայ ըլլալ միայն ասկություն չէ, այլ հոգեվիճակ մնե, որ անխոցելի գբահե մեր ոգեգան ու բարոյական ուժը։ Եվ ոչ, մենք առհասարակ վրեժ չենք փնտրել։ Մենք արդարություն կպահանջենք, որովհետև ներելու իրավունք չունենք, ուրանալու իրավունք չունենք, խոնարելու կամ մոռնալու իրավունք չունենք։ Մեր պայքարը ադելուտեն է չի ծնիր, այլ արժանապատվութեն է։ Մեր մայրերը մեզի սորվեցուցին բահել մեր նեզուն,
Մեր հայրերը իրենց կյանքը զոհեցին, որբեսի մենք ապրենք եւ կոյադևենք մինչեւ մեր տադի արդար լուծումը։ Սերունդներ մահկամ ազատություն փոցը վար բահեցին ու այսօր նաեւ միասին պիտի շարունակենք այդ փոցը բահել մեր սրտերուն մեջ, Հայաստանեն ներս տեսփյուրքի մեջ։ 1915-ի աներևակայելի ցեղասպանությունը չխորտակեց հայուն աննգուն գամքը եւ 3 տարի յետք կերմարտկային ջիկերով մենք կերտեցինք մեր հայրենիքին քաղաքական անկախությունը, իսկ 76 տարիներ յետք Արցախի հանրապետության անկախությունը։ Սակայն այսօր առաջին ցեղասպանութենեն 110 տարի յետք մեր ժողովուրդը նոր վիշտ մգաբրի։ Միջազգային ատյաններու մեջ ուժը փոխարինած է իրավունքը եւ օրենքը։ Եվ մահացու լրությունը պատճառ դասած է մեկ նոր ցեղասպանության, հայրենազրկման ու սեղային զտուբի։ Մեզ դարձնելով վգաները մարդկության փարոյական անկումին Արցախը սադավարնեցին։ Պատմական գալույսներն ու բնակարանները քանդեցին ու ռազմաքաղաքական ղեկավարները կերևարեցին։ Արցախը սովորական տարածքը չէ մեզի համար։ Անմեր սրտին արյունով վահված ժառանգությունն է, մեր վերաբրած հոգին է։ Թեև Արցախը այսօր հայաթափված է, բայց արցախյան հագամարտության քաղաքական լուծման էջը փակված չէ։ Մենք կդատավարտենք Ադրբեջանի միջազգային պարտավորություններու գոբիտ համագարկված եւ հանցագործ խախտումները։ Մենք կվահանչենք Արցախյան հագամարտության քաղաքական ղեկավարման հարցը միջազգային օրագարկ վերադարձնել։ Արդյունավետ դիվանագիտական ճնշում կործատրել գերց դատավարությունները դադրեցնելու եւ բադանտները ազատ արձակելու։ Արցախի մեջ տեղի ունեցած համագարկված ցեղային զտումը միջազգային հանրության դիմաց որպես ցեղասպանություն դատավարտել եւ արդար հադուցումը պահանջել։ Ապահովել Արցախի դեղահանված բնիկ ժողովրդին անվտանգ վերադարձը հայրենիքին եւ ճանչնալ ինքնորոշման անոր իրավունքը։ Մինչ Թուրքիա կփորձե աշխարհին ներկայանալ որպես համերաշխության ու Հայաստանին հետ հարաբերությունները բնականոնացնելու չադակով, անոր իշխանությունները չեն հրաժարիր բռնապետութենե ու ցավալաբաշտական բանթուրանական քաղաքականութենե։ Անոնք կշարունակեն Հայաստանը շրջապատել, գմերժեն պատասխանատվություն գրել Արցախի բնիկ ժողովրդի բռնի դեղահանության ու ցեղասպանության արարքին մեջ իրենց դերակատարության եւ անշուշտ կշարունակեն հերքել պատմական ճշմարտությունները։ Իսկ Ալիևի վարչագահքին տարիներով մշակված քարոզչամեքենան, որ հանգիստ ու համբերությամբ շինեց իր սուդը, կփորձե մեր պատմությունը խեղաթյուրել, մեր սրբությունները վերակրել ուրիշին, մեր գոյությունը չնչել։ Դակավին քանի օր առաջ հայտարարեցին, թե Արցախի բոլոր եկեղեցիները կառուցված են ոչ հայերու կողմէ, կասկածի տակ տնելով նույնիսկ մեր քրիստոնեական ինքնությունը, խեղաթյուրեցին աստվածաշնչական իրականությունները, բնտելով թե Նոյան Դաբանը երբեք Արարատ լեռան վրա չէ հանգած, եւ այո համարձակեցան կորալ թե Երևանը Ադրբեջան է։ Այս միայն պատմության ճնշում չէ, սիրելի ներկաներ, այս ժողովուրդը հոգևոր ցեղասպանությունն է։ Ու մեզ մե դակավին գագնգալվի, որ մենք հավատանք արդար խաղաղության։ Հետևաբար այսօր ավելի քան երբեք անհրաժեշտ է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը վերադարձնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրագարկ։ Հայոց ցեղասպանությունը, որուն հստակ ծրագիրը սկիզբ առավ 1915-ին եւ շարունակվեցավ այլ ժողովուրդներով ու այսօր կվերադարձվի այլ ցևերով, այլ լեզուներով, բայց նույն լրությամբ։
Այսօր մեր աչքերուն առջև գազայի մեջ ընթացող ահավոր գոդորածը ցեղասպանական հանցագործություն է։ Հազարավոր անմեղ զոհեր, փոքրիկ մանուկներ, մայրեր, բժիշկներ եւ ուսուցիչներ սպանված են առանց խտրության։ Հիվանդանոցներ ու դպրոցներ անողոք ռմբակոծումներու ենթարկված են։ Մարդկային արժանապատվությունը ոտնահարված է համագարկված կերպով ահապեգելու եւ ոչնչության մատնելու ամբողջ ժողովուրդը։ Մեր պատմութենեն սորված ենք տելերությունը ոճրակորձին գործագիցն է։ Ահա թե ինչու իբրև ցեղասպանութեն է վերաբրած ասկ, մեր փարոյական բարկն է բարձրացայնել ու բահանջեր արդարություն ոչ միայն անցյալին նկատմամբ, այլ նաև ներկա ողբերգություններուն թեմ։ Հետևաբար, մեր պայքարը միայն հայության պայքարը չէ։ Պայքարն է ողջ մարդկության, որբեսի անպաշտպան ժողովուրդներ չվերածվին ռազմական դարալուծարաններու, փորձարկելու համար նոր տեսակի միջինարևելք կամ նոր տեսակի անվաճելիություն։ Մինչև երբ աշխարհը պիտի մնա թմբիրի մեջ, մինչև քանի պետք է բարձրանա բավարար զոհերու թիվը, որբեսի ուշադրության արժանի դառնան։ Ով աշխարհի ղեկավարներ, մենք չենք խնդրեր քուտ։ Չենք աղաչեր ողորմություն, մենք կպահանջենք ճշմարտություն։ Դուք ցեղասպանությունը կճանչնաք միայն երբ ավարտի, ու կդատրիք ճանչնալ, երբ հանցագործը դաշնագից դառնա։ Բայց մենք կանք 110 տարի ետ կանգնած ենք այստեղ, որպես վկաներ եւ ոչ զոհեր։ Դուք կրնակ ժամանակավորապես կեղծել պատմությունը, կամ աչք խփել պատմությունը գեղձողներուն, բայց չեք կրնար խեղդել ճշմարտության ցայնը։ Չեք կրնար մեզ բարդատրել, մորնալ մեր նահատակները, մեր հողերը, որովհետև մենք վերաբերեցանք ոչ որպես հաշվարկ, այլ պահանջադիրություն։ Ցեղասպանություններ շարունակվեցան եւ դուք կրկին լրեցիք, բայց մենք չենք լրեր։ Մեր տատը չի վաճառվիր ոչ քարիղով, ոչ զենքով, ոչ ալտաշինքներով։ Մենք պիտի չլանք կործանված ժողովուրդ, մենք պիտի հլանք արդարության հավերժ ցայնը։ 110 տարիներ ետ մենք խոսենք, հաստատելու, որ ոճիրը իր նպատակին չհասավ ու երբեք պիտի չհասնի։ 1.5 միլիոն չարտվեցավ, բայց մեկ անխորտակելի ժողովուրդ վերածնավ։ Իսկ դուք հայր երդասարտներ, ձեր աչքերում մեջ կտեսնենք զարթոնքը, ձեր հոգին նոր դրոշք մնուհյուս է։ Խոսեցեք հայերեն, պայքարեցեք, բահեցեք ձեր ինքնությունը, թուգեք հայտադի ապրող շունչը, թուգեք մեր արդարության լույսը, թուգեք այն սերունդը, որ պիտի կանտե լրության բադը։ Մի հուսադիկ դագավինը սկիզբն ենք։ Այսօր երբ պատմությունը կփորձեն խեղաթյուրել, երբ ոմանք կշտապեն խաղաղություն կնքել մորացության քինով, մենք մեր մերժումի ու հիշողության ուժով կբարձրանանք որպես մեկ ասկ, մենք թույլ պիտի չտանք, որ Շուշին մորցվի, մենք պիտի չհանդուրժենք, որ Արարատը վերակրվի ուրիշին, մենք այս մութ օրերուն մեր հավատքը ավելի հստակ է, քան երբևէ։ Եթե ճշմարտությունը չբարձրացնենք մենք, ով պիտի բարձրացնե։ Եթե այսօր չգանքնենք, երբ պիտի գանքնենք։ Հայը լալը հիշել է, հայը լալը պայքարել է, հայը լալը նաև մխիթարել է ուրիշին ցավը։ Այդ է մեր ժառանգությունը եղերնի խորքեն, Արցախյան հերոսամարտեն, ու մեր գոյաբայքարի ամեն մեկ շունչեն։ Ուրեմն հայեր Հայաստանի, Արցախի, Լիբանանի եւ աշխարհի 4 սակերեն, եկեք կանգնենք միասին, որպես մեկ ասկ, մեկ ճշմարտություն եւ մեկ ճակատագիր։ Գիտակցենք, որ միասնագամությունը ավելի ուժեղ զենք մնե, քան թշնամիի զորքերը։ Հիշենք, որ հայը լալը այո բադիվ է,
բայց նաև բարդավորություն է։ Եվ ներկայիս ավելի քան երբեք այդ բարդավորությունը կստիպե մեզ չլրել։ Այսօր աշխարհի բոլոր ցակերուն հայոգոչված է վերակտնել իրենքին դերքին հավատքը ու վիշտը բանջադիրության վերածել։ Մենք պիտի շարունակենք պայքարը նաև մեր մշակութային ինքնության պահպանման, մեր պատմական իրավունքներու վերականգնման եւ մեր ժողովրդին արժանապատիվ ու ապահով գոյության համար։ Այս պահը ժամանակն է դադրելու բարդված խոսքեր հնչեցնել է։ Այս պահը մեր հավաքական վերակենդանացման պահն է։ Մեր ուղին լի է խոչընդոտներով, բայց կմնա միայն մեր ընտրությունը շարունակել մեր գոյության պայքարը կամ նահանջել բարդողականության ժխտական մթնոլորտին մեջ։ Հոսիշենք Լևոն Շանթի պատկամը, որ ամեն հայու սրդի մեջ պետք է հնչե այսօր, թե բարդությունները չեն գործընծներ ասկմը, բայց բարդողական դրամատրությունը այո։ Աշխարհակաղակական, ռազմակաղակական եւ ներասկային, խորքային վերափոխումները ներկա հանգրվանին Հայաստանը եւ ողջ հայությունը կանգնած են ճգնաժամի եւ լրջակույն մարտահրավերներու առջեւ։ Մենք կմերժենք որևէ հուսահատություն եւ հանձնվողական դրամատրություն, որովհետեւ կհավատանք, որ հայությունը իր մեջ ունի ուժականությունը բարդությունները հաղթանակ կերտելու եւ իր ասկային վարկը վերականգնելու։ Անվիճելի է հայկական ինքնության եւ հայրենի պետականության պահպանումը։ Մեզի համար անկախ պետականությունը բացարձակ արժեք է։ Սեփական հայրենիքի մեջ ազատ ապրելու եւ ստեղծագործելու հնարավորության ստեղծումը անխախտելի իրավունք։ Իսկ աշխարհասփյուր հայությունը հայրենիքով դոկորված մեկ ասկ ու մեկ տատ հետապնդող անկախտելի եւ անսագարգերի հավաքականություն է։ Մենք պատրաստակամ ենք համագործակցելու բոլոր անոնց հետ, որոնք կգիսեն այս մոտեցումները եւ պատրաստ ենք պայքարելու հանուն արժանապատիվ եւ անվտանգ Հայաստանի ու Արցախի։ Արդ անգամ եւս կոչ կուղենք ասկային ուղղվածություն ունեցող բոլոր հայորդիներուն։ Միաժամանակ շարունակենք վերաթարմացնել սփյուռքյան գառույցները, զանոնք դարձնել առավել նպատակասլաց եւ աշխուժ։ Վերացնել սփյուռքահայությունը հայրենիքեն օդարացնելու ամեն փորձ եւ նպաստել Հայաստանը սփյուռք գամուրջներու վերահաստատման։ Որովհետև քաչ գիտակցինք, որ հանցնարու սփյուռքը լավագույն գրավականներեն է հզոր, ապահով եւ զարգացող հայրենիքի։ Հայաստանը ուժեղ է սփյուռքնալ ուժեղ է Հայաստանով։ Երբ մենք միասին կանգնած ենք, արդարության ցայնը կհնչի ավելի բարձր, ավելի հստակ ու անպայման կհասնի իր նպատակին։ And breaking news out of Washington, D.C., President Biden today became the first U.S. president to formally acknowledge the killing of more than 1 million Armenians by Ottoman Turks more than a century ago as being a genocide. Au nom de la France, à être présent à Erevan en ce 24 avril 2015 pour marquer le centenaire du génocide. Je m'incline devant la mémoire des victimes et je viens dire à mes amis arméniens que nous n'oublierons jamais les tragédies que votre peuple a traversées. Vous êtes là, debout, vivant. L'Arménie porte une mémoire singulière, mais son message est universel. C'est celui de la résistance, c'est celui de la reconnaissance,
c'est celui de l'espérance. La France, c'est d'abord et avant tout ce pays qui sait regarder l'histoire en face. Ce pays qui, par la voix de Clémenceau, d'Anatole France, de Jean Jaurès, dénonça parmi les premiers la traque assassine du peuple arménien dans l'Empire ottoman, qui, dès 1915, nomma le génocide pour ce qu'il était. Un crime contre l'humanité et contre la civilisation. I want to take a moment to formally express Colorado's recognition of the Armenian genocide today on the Day of Remembrance and every day. During a Mass at St. Peter's Basilica on Sunday, Pope Francis acknowledged the 100th anniversary of the mass killing of Armenians, calling it, quote, the first genocide of the 20th century, end quote. The Pope's remarks could test the Vatican's relations with Turkey and Islam. Ricordarli è necessario, anzi doveroso, perché laddove non sussiste la memoria significa che il male tiene ancora aperta la ferita. Russia has always considered that there cannot be any justification for mass murder of people. The world community must do everything so that the tragic events of the past are never repeated, so that all nations can live in peace, not knowing the horrors of religious enmity, aggressive nationalism, and xenophobia. Mr. President, I'm proud to join with my colleague from New Jersey today in urging the Senate to take up and pass the bipartisan Menendez-Cruz resolution affirming U.S. recognition of the Armenian genocide. From 1915 to 1923, the Ottoman Empire carried out a forced deportation of nearly 2 million Armenians, of whom 1.5 million were killed. It was an atrocious genocide. That it happened is a fact and an undeniable reality. On the Senate Foreign Relations Committee, I mean, Senator Biden and I think have both acknowledged that for those of you who aren't aware, there was a genocide that did take place against the Armenian people. It is one of these situations where we have seen a constant denial on the part of the Turkish government and others that this occurred. Resolution 150, expressing the sense of the Senate that it is the policy of the United States to commemorate the Armenian genocide through official recognition and remembrance. Without objection, the Senate will proceed to the measure. Madam President, I further ask that the resolution be agreed to, the preamble be agreed to, and the motions to reconsider be considered, made, and laid upon the table with no intervening action or debate. Without objection. بيان أرمن لبنان بمناسبة الذكرى 10 بعد 100 للإبادة الجماعية الأرمنية، لا للإبادة المستمرة. نحن المجتمعون بدعوة من الأحزاب السياسية الأرمنية في ساحة الشهداء في بيروت لإحياء الذكرى 110 للإبادة الجماعية الأرمنية نعلن ما يلي: نحن أبناء وأحفاد الناجين من الإبادة جئنا اليوم مجدداً لنحيي الذكرى الخالدة لشهدائنا وندين الجريمة التي خططت لها ونفذتها حكومة السلطنة العثمانية ضد شعبنا إبان الحرب العالمية الأولى. كما ندين جميع أعمال العنف والتتريك القسري والجرائم التي ارتكبتها الحكومة العثمانية والحكومات التركية المتعاقبة بحق السريان الكلدانيين شعبي لبنان وسوريا واليونانيين والأكراد العلويين في ديرسيم تونجلي وغيرهم من الأقليات العرقية. نعرب عن تضامننا مع جميع الشعوب الذين تعرضوا للإبادة
وكانوا ضحايا المجازر الجماعية أو للجرائم ضد الإنسانية في كل زمان وفي كل أصقاع الأرض. نحن على قناعة تامة أن إنكار الإبادة الجماعية الأربنية من قبل تركيا وإفلاتها من المحاسبة والعقاب شكل سبباً وحافزاً لحصول المزيد من أعمال العنف والمجازر والجرائم ضد الإنسانية التي لا تزال مستمرة حتى اليوم ضد شعبنا، وكان آخرها التهجير القسري الكامل للسكان الأرمن من ناغورني غاراباغ أرتساخ من قبل النظام الأذربيجاني الفاشي. ولم يكن مفاجئاً أيضاً حملة التزوير التاريخي التي أطلقتها أذربيجان، حيث استغلت بخبث منبر أحد أعراق الجامعات الدينية في العالم المسيحي لتقديم المعالم المسيحية الأرمنية في أرتساخ على أنها آثار ألبانية أودية. ندرك تماماً أن نضالنا من أجل العدالة أممي بامتياز، يتجاوز مطالب الشعب الأرمني ويهدف إلى تحقيق غاية إنسانية كبرى، وهي منع تكرار مثل هذه الجرائم والمآسي في أي مكان في العالم. لذلك نجدد التزامنا الوطني والإنساني بمواصلة نضالنا من أجل الحق والعدالة. بيروت، ساحة الشهداء في 23 نيسان 2025. Լիբանանահայության հայտարարությունը հայոց ցեղասպանության 110-ամյակին արդիվ։ Ոչ շարունակվող ցեղասպանության։ Հայոց ցեղասպանության 110-ամյակի ողջագործման համար հայոց քաղաքական գուսակցություններու հրավերով Բեյրութի նահատակած հրաբարագին մեջ հավաքված մասնագետներս կհայտարարենք։ Այսօր ցեղասպանութենեն վերաբրածներու սերունդներս Գրգին անգամ եկած ենք ողջագործելու մեր նահատակներու ամեր հիշադակը եւ թադաբարդելու Օսմանյան գայսրության կողմէ մեր ժողովրդին թեմ ծրագրված եւ գործադրված փոջիրը։ Գտադաբարդենք նաեւ Օսմանյան կառավարության եւ Թուրքիո իրարահաջորդ կառավարություններու կողմէ ասորի քաղաքացիներու, Լիբանանի եւ Սուրիո ժողովուրդներու, հույներու եւ Դերսիմի, Թունջելի, Ալևի քյուրդերու թեմ գործադրված բոլոր բռնարարքները եւ հանցագործությունները։ Մեր զորակցությունը կհայտնենք բոլոր ժամանակներուն եւ աշխարհի տարբեր վայրերու մեջ ցեղասպանության, զանգվածային վայրակություններու ու մարդկության դեմ գործադրված հանցագործություններու ենթարկված եւ զոհ դարձած ժողովուրդներուն։ Համոզված ենք, որ անցյալ տարածքսպին իթիհադականներու իրակորձած ցեղասպանության անբադիժ մնալը խթան հանդիսացած է նոր ցեղասպանություններուն, որոնք մինչև օրս կշարունակվին մեր ժողովրդին թեմ եւ անոր վերջին արարներ Արցախի ամբողջ հայ բնակչության բռնի տեղանումը Ադրբեջանի վարչակազմի կողմէ։ Եվ մեզի համար զարմանալի չեղավ նաեւ Ադրբեջանի դարած պատմական զեղծարարության արշավը օգտագործելով քրիստոնյա աշխարհի հեղինակավոր հոգևոր համալսարաններեն մեկուն լսարանը Արցախի հայկական քրիստոնեական գոթողները ներկայացնելու իբր ուդի ալբանական հուշարձաններ։ Մենք կգիտակցենք, որ արդարության համար մղած մեր պայքարը վերահսկային է եւ կհետապնդի համամարտկային արարքի նպատակ, կանխել նման հանցագործություններ եւ մարդկային ողբերգություններ ու գրկնությունը աշխարհին վրա։ Ուստի մենք կվերանորոգենք մեր համասկային եւ համամարտկային հանձնարարությունը ավելի ուշքին շարունակելու մեր պայքարը հանուն իրավունքին եւ արդարության։ Բեյրութի նահատակած հրաբարակ 23 ապրիլ 2025
Azerbaycan